Բահեցողության շրջանը ես որակում եմ առավելաբար ինքներս մեզ վերաթարնալու ժամանակահատված։ Առանց դու քո անձին վերաթարնալու, առանց այդ վերաթարցի ճանապարհին ոչ կարող ես ուրիշին հանդիպել, ոչ էլ կարող ես Աստծուն գնալ։ Հայելի է մեր ժամանակահատվածը, հայելու մեջ դու քեզ ես տեսնում։ Հայելու մեջ երևացող մարդը չի խափի քեզ։ Ինչքան բարդավոր ենք շատ ավելի բծախնդիր կերպով պատրաստվել Քրիստոսի հարության հանդիպելու։ Եկեղեցվո օրացույցը եւ դոները բդդվում են Քրիստոսի հարության շուրջ։ Եվ այդ հարության կյանքը մեր իրական ապրված կյանքի մեջ դեղատրելու ժամանակահատվածն է, որ Աստված մեզ հետ է։ Բարև ձեզ, պարոն Կապուտյան։ Ողջույն Անի ջան, լավ ես։ Լավ, դուք ինչպես եք։ Բարև Աստծո։ Պարոն Կապուտյան, երբ սկսվում է պահոց շրջանը, մարդիկ սկսում են մտածել ինչ ուտել կամ ինչից հեռու մնալ, եւ այդ անվերջանալի չի կարելիների շարքը թվում է շատ անհաղթահարելի, շատ բարդ, եւ տպավորություն է ստեղծվում, որ պահքը ուտել, չուտելու մասին է, եւ մենք կարծես մոռանում ենք կարևորի մասին։ Այսօր ցանկանում եմ, որ զրուցենք այդ կարևորի մասին։ Ինչ է լինի, մեր ժողովուրդը ունի նաև այն տեսակետ, այն մտայնությունը, այո, մեծ բաքը կամ ընդհանրապես բահոց շրջանը կամ շաբաթաբահքերը կամ շաբթվա երկու բահոց օրերը այս կամ այն ուտելիքներից զրկվելու հերու մնալու ժամանակահատվածն է։ Ինչ որ չափով, այո, օրենքի մեջ կա այդ թրույթը, որ հատկապես մեծ բակի շրջանը կամ շաբթվա երկու բահոց օրերի շրջանները ինչ որ կենթանական ուտելիքներից հերու մնալու հարցն է, դա օրենքով եկեղեցու օրենքով սահմանած հարցն է։ Մեծ բակը մի քիչ ժողովրդական առումով այս հարցին շատ ավելի կարևորություն է տալիս եւ մարդիկ սկսում են ոչ թե միայն ինչ ուտել, ինչ չուտել, այլ ինչից հերու մնալ, որ իրենք սիրում են, հա, քաղցրեղենից եւ այլ։ Ես օրինակի համար բարձ օրինակ տամ։ Եթե այդպիսին է բախոց շրջանը։ Ես մսեղեն չեմ սիրում, կենթանական բան չեմ սիրում, ուտես չեմ սիրում։ Սիրում եմ փանչարեղեն եւ այլն իմ սիր։ Հետևաբար բախոց շրջանից պետք է փանչարեղեններից հերու մնամ եւ կենթանական ջաշերին վերաթարնամ։ Մի քիչ, գիտեք, այս պարադոքսային հարց է եւ այս կոնտրաստի մեջ ես ճիշտ չեմ գտնում, որ կենտրոնանանք միայն այս հարցին, թեև շատ ողջունելի է, հատկապես երբ ժողովուրդը սկսում է նոր դարուց հետո հարցնել, երբ է այս տարի բաքը, երբ է սկսում բաքը։ Շատ կարևոր մոտեցում է սա, այնպես ինչպես դոները մեծ նշանակություն ունեն ժողովրդի համար, նաև համաժողովրդական առումով մեծ կարևորություն ներկայացնում բահոց այս շրջանը ժողովրդի այս հարցադրումների հետ կապված։ Հետևաբար այո, լինելով հանդերձ ուտեստներից, որոշ ուտեստեղեններից սնունդից կամ սննդակարգից հերու մնալու ժամանակահատված է, բայց միայն դրա վրա չէ որ պետք է մենք կենտրոնանանք, ինչպես որ Անի ասեցիր, կարևորի մասին պետք է մենք ոչ թե այսօր խոսենք, այլ ժողովուրդը մտածի այդ կարևորի մասին։ Սա առաջին հաղորդումը չէ, ընդհանրապես զրույցների մեջ, քարոզների մեջ, բահոց շրջանին, բահքի բահեցողության մասին շատ է խոսվել։ Առաջի անգամ չէ որ մենք պիտի խոսենք, բայց ողջունելի է որ վերհիշեցում է սա ինչ որ կարևորի մասին։ Պարոն Կապուտյան, կարող ենք ասել, որ պահքը միջոց է դեպի Աստված վերադառնալու։ Մարդու կյանքը ընդհանրապես այդպիսին է։ Դա շրջաբդույթ մի ընթացք է։ Մենք գալիս ենք Աստծուց, վերադառնում ենք Աստծուն։ Ստեղծագործության ժամանակ Աստված մարդու հետ էր միշտ անմահության դրախտում, բայց մեղանչումից հետո Աստված դարձյալ չզրկեց մարդուն իրեն վերադառնալու, սահմանեց մահը, այս անգամ ոչ թե
կյանքի ընթացքում եւ ապրված կյանքի օրերուն Աստծո հետ էր լինելու, այլ իր մեղանչական կյանքի բադիժը գրելուց հետո մահով էր որ պիտի վերաթարնար Աստծուն։ Սա մեր կյանքի ընթացքն է, այնպես ինչպես առավոտ տնից դուրս ենք գալիս, երեկոյան վերաթարնում ենք, այդպիսին նաև մեր կյանքը Աստծուց ենք եկել եւ Աստծուն պիտի վերաթարնանք։ Դա ոչ թե միայն Բաքի շրջանին, Բահեցողության շրջանը ես որակում եմ առավելաբար ինքներս մեզ վերաթարնալու ժամանակահատված, որովհետև հաճախ կյանքի մեջ տարբեր ժամանակահատվածներում, տարբեր իրադարձությունների մեջ մենք հերվանում ենք այն, ինչ կոչում ենք մարդկային մեր գոչում, անվանում ենք մարդկային գոչում։ Մենք դրանից շատ ենք տարբեր իրադարձությունների, տարբեր պատճառներով, տարբեր իրավիճակներով մեջ հաճախ հեռանում։ Սա առիթ է, որ տեսեք, երբ խոսում ենք սրանից զրկվենք, մյուսից զրկվենք, դա զուտ անձնական իրավիճակային հարց է, որ դու քո մասին ես մտածում։ Հետևաբար վերաթարնում ես ինքդ քեզ։ Առանց դու քո անձին վերաթարնալու, առանց այդ վերաթարցի ճանապարհին ոչ կարող ես ուրիշին հանդիպել, ոչ էլ կարող ես Աստծուն գնալ։ Այսինքն, երբ փորձում ենք ճանաչել մեզ, ճանաչում ենք նաև մեր թուլությունները ու փորձում ենք սրբագրել մեր կյանքը։ Շատ բնականորեն հայելի է մեր ժամանակահատվածը, հայելու մեջ դու քեզ ես տեսնում։ Հայելու մեջ երևացող մարդը չի խափի քեզ, ինչքան էլ ասես ես շատ լավն եմ եւ այլն, հայելու մեջ երևացող մարդը քեզ հստակ կասի թե ինչ ես, քո մտածածի պես չես, այլ իրականության մեջ սա ես։ Այդպիսին է նաեւ մեր կյանքը, հայելի է այս ժամանակահատվածը, որ դու քո անձը իրաբաշտ քույներով, իրաբաշտ գծակրությամբ, գծանկարով, ամեն ինչով, քո էյության ողջ ձալքերով այնտեղ տեսնում ես եւ այդտեղ քո նման գանկնած մարդը քեզ հուշում է թե ով ես։ Պարոն Գաբոջյան, այս դեպքում կարող ենք ասել, որ սա նաեւ միջոց է մեր անձը Քրիստոսի անձին նմանեցնելուն։ Նորից մի քիչ առաջվա բադասխանից վերաթարնամ, ամեն մի ժամանակահատված, ամեն մի րոպե Քրիստոսին վերաթարնալու, Քրիստոսի նմանվելու հարց է։ Եվ Աստվածաշունչը ամենակարևոր հարցերից մեկն է, որ մենք ընթերցելով, ինչից շատ հեռու ենք մենք դժբախտաբար, ընթերցելով մենք Քրիստոսին պիտի վերաթարնանք։ Միայն այս կամ այն ժամանակահատվածը չէ, որ մտածենք Քրիստոսի մասին։ Երբ ես այսօր քեզ հետ խոսում եմ, ես մտածում եմ Քրիստոսի մասին։ Քրիստոսին ես քո մեջն եմ տեսնում։ Այնպես ինչպես վերապերվում եմ ես քեզ հետ, այդ վերապերմունքն է, որ ես ունեմ Քրիստոսի հանդեպ։ Հետևաբար միայն Բաքի շրջանը չէ։ Բաքի շրջանին գալով, քանի խոսում ենք հատկապես մեծ Բաքի շրջանին, ինձ համար անցամբ, նորից ասեմ, այս կամ այն բաներից զրկվելով եւ այլն, ինձ համար նախապատրաստության եւ պատրաստվածության ժամանակահատված է։ Ցանկացած դեղ, որ դու գնում ես, կարևոր մի իրադարձության, քո հակուգաբից, քո վերապերմունքից, քո շքեղ արդակինից, ամեն ինչ կարգավորելով գնում ես դու այդ հանդիպման, պատրաստվում ես նախապես։ Մեծ բաղոց շրջանը շատ ավելին է, մենք նախապատրաստվում ենք Քրիստոսի հրաշապար հարության։ Դա գիզագետն է քրիստոնեական ողջ կյանքի, քրիստոնեական աստվածապանության, փիլիսոփայության, քրիստոսապանության, դոգմայի, դոկտրինի հիմքն է Քրիստոսի հարությունը։ Մենք դրան ենք պատրաստվում, ոչ թե միայն այս 40 օրերի ընթացքին, այլ ամբողջ 365 օր կենտրոնացած է հենց այս դոնի վրա, որ մեզ հուշում է ինչ է քրիստոնեությունը։ Առավել եւս 40-օրյա բաղոց շրջանը այն ժամանակահատվածն է, որ արդեն մոդենում ենք, եւ եթե մենք մեր
մարդկային փոխհարաբերության մեջ այդքան լուրջ չենք պատրաստվում մարդկային հանդիպումների կամ կորձառնական մեր հանդիպումներն, ալ ինչքան բարդավոր ենք շատ ավելի բծախնդիր կերպով պատրաստվել Քրիստոսի հարության հանդիպելու։ Սրա մեջ է գայանում իմաստությունը, որ եկեղեցին, քրիստոնեական եկեղեցին եւ ոչ թե միայն քրիստոնեական եկեղեցին, Բաքի եւ Ձոմաբահության երևույթը բոլոր կրոնների հիմքն է։ Մենք կարող է այլ կրոններից տարբերվենք որոշ սկզբունքներով, օրինակ համար իսլամի եւ հրյաների մոտ կա իրենց կրոնների մեջ լվացում։ Զիսական հարց է լվացումը։ Ժամեր կան, որ պետք է լվացվեն։ Մենք օրինակ համար լվացումը չունենք, բայց հիմնական սկզբունքների մեջ բահեցողություն եւ ձոմաբահություն բոլոր կրոնների մեջ հիմնական դեղ ունեն եւ դեղ են գրավում։ Բահոց շրջանը նաեւ մեր ողջ կյանքի այսպես շրջակիցը եւ շրջածիրն է ներկայացնում։ Եվ իզուր չէ, որ յուրաքանչյուր կիրագի մեծ բակի մինչև զադիկ, մինչև հրաշապար հարություն Քրիստոսի, հատուկ անվանումով են հիշատակվում իրենց մեջ խորհուրդ պարունակելով։ Բարեգենթան, դա աշխարհի գեղեցկության, թրախտային կյանքի իրավիճակն է։ Եվ բնականորեն մարդը մեղանչեց, արդակսում, մենք էլ շատ հաճախ մեր երբեմն սխալներու պատճառով արդակսվում ենք ինչ-որ մարդկային հարաբերությունից, երբեմն ինքներս մեզ ենք արդակսում մեր կյանքից, երբ տեսնում ես հաշտ չես քո անձի հետ, ինքդ քեզ ես արդակսում, նեղվում ես, վրդովում ես, դա արդակսում է դրախտային կյանքից, ներքին խաղաղ կյանքից։ Եվ ինչից է գալիս դա, գալիս է մեր անարագությունից, անարագությունը ես միայն էթիկայի առումով չեմ ասում եւ որոշ նեղ իմաստով չեմ ասում, այլ ցանկացած մարդկային ոչ բարեբաշտ սովորություն անարագություն է, ծնողի հանդեպ, ընկերոջ հանդեպ եւ անարագություն, ինչպես անարագ որդու հարցը։ Հորը գեմտանության ասեց իրավունքս տուր, այսինքն իր գեմտանության ասում է դու ինձ համար մեռած ես, որովհետեւ ժառանգություն դրվում է մարդու մահանալուց հետո։ Կյանքի մեջ մենք ունենք նաև որոշ պատասխանատվություններ, տնտեսություն, տնտեսի գիրագի, մեր կյանքն է սա։ Մեր անարագությունից հետո երբեմն մեր կյանքի սխալների պատճառով մեր տնտեսությունը սխալ հիմքերի վրա ենք դնում։ Անարդարության ժամանակահատված, այս մասին բնականորեն շատ լուսավոր սպիտակի վրա սևի պես երևում է, թե ինչպիսի անարդարությամբ է այս աշխարհը, թադավորի գիրագի, անիրավ թադավոր եւ այլն։ Եվ այս բոլորով Աստված չի մոռանում մարդկանց, մարդուն չի մոռանում, նորից է գալիս գալստյան գիրագի։ Եվ այդ գալուստը միայն խորհուրդ չէ, այլ իրաբաշտ է, երբ Քրիստոս իբրև թագավոր է մտնում ժողովրդի կյանքի մեջ իր Երուսաղեմ գալուստով, եւ այդ գալուստը դարձյալ աստվածային պատգամն է. «Զի ես ընդ եմ զամենայն ավուրս, ես ցեզ հետ եմ լինելու բոլոր օրերին մինչև աշխարհի վախճան»։ Տեսեք, սա մեծ բակի շրջանը մեր ամբողջ կյանքն է, եւ շատ հետաքրքիր է, որ առաջին եւ վեցերորդ եւ զարգազարդ եւ զադիկ բացի այս գիրագիներից միջանկյալ բոլոր գիրագիները բացասական անվանումով են նշվում։ Շատ իրաբաշտ է։ Արդակսում, անարագություն, անիրավ տնտես կամ ջարբիկ տնտես, անիրավ թադավոր եւ այրիգին բացասական կերպարներ են։ Եվ ընդհանրապես կյանքի օրենքն է նաեւ երբեմն բացասական երևույթներից ելնելով ես մտածում, որ դա պետք չէ արվի, այնպես ինչպես գինոների մեջ կա, երբեմն բացասական կերպարներ են հիմնական դերասանները, բայց ոչ թե հուշում են, որ այդպիսին պետք է լինենք, այլ հուշում են, որ այդպիսին պիտի չլինենք։ Մեծ բահոց շրջանը նաև այդպիսին է, որ մենք ինչ պետք չէ լինենք եւ ինչ պետք է լինենք, ինչպիսին պետք է լինենք։
Այս շրջանը արդյոք շարունակական զարգացում պիտի լինի։ Իսկն ամեն տարի մենք պիտի դառնանք ավելի լավը, ոչ թե տեղում մնանք, այլ ամեն տարի ավելի կատարելագործվենք։ Տեղում մնացողներին գիտեք ինչ եք ասում, չեմ ուզում այդ բառերը խորզածել։ Բնականորեն մարդու գոչումը զարգացումն է, զարգանալ նշանակում է միշտ առաջ գնալ, մինչև քո նպատակին հասնես։ Բայց նպատակը ինձ համար հերվում նշված մի գետ չէ, որ պիտի հասնես։ Նպատակը ինձ համար ամենօրյա կյանք է։ Ես հերու տրված նպատակից գնալու ամեն մի քայլ ինձ համար նպատակ է, նպատակին հասնելու ընթացք է։ Այդ է նպատակը, առօրյա կյանքի։ Եվ ասեմ, ձեր հարցը շատ հետաքրքիր էր, անի, որ շարունակական ընթացք է եւ դա զարգացում է, ոչ թե ամեն տարի այս ժամանակահատված պիտի օգտագործվի քալիք 40 օրերի համար։ Դրան հաջորդող 40, ամբողջ շուրջօրյա զարգացման ընթացք է այս ժամանակահատվածը։ Եթե միայն սահմանափակվեցինք այս 40 օրերին մեր բարեբաշտ մարդու կեցվածքով եւ այլն, դա ընդունելի բայեցողություն չի կարող որակվել եւ սահմանվել։ Այդ մարդը կարող է 40 օր, չգիտեմ ինչ ուդելով, չուդելով, կարող է նաեւ ամմարտկային այնպիսի վերաբերմունքների մեջ լինեն, որ այդ մեկ արդեն բայեցողություն չէ եւ բախ չէ։ Պարոն Գաբուջյան, առհասարակ մարդը երբ իր ցանկություններին հաղթում է, շատերը ասում են, որ դա հնարավոր չէ ամբողջովին հաղթել, բայց կարող ենք ասել, որ պահքը նաև ցույց է տալիս, որ մենք կարող ենք գերի չլինել ու հաղթել իրոք մեր։ Դա մարդու գամքի բնականորեն զորության հարցն է, այո, այս կյանքում ամեն ինչի չէ, որ մենք հաղթում ենք, ամեն ինչ չէ, որ հաղթահարվում է մեր կյանքի ընթացքում, բայց նորից ասեմ, քրիստոնյայի գոչումը դա պիտի լինի ոչ թե միայն, այո, Բաքի ժամանակահատված նաև դպրոց է մեզ համար, որ սովորեցնում է ինչպես հաղթահարել հորի կամ մոլից, հիմա տեսեք, Աստվածաշնչի մեջ ասվում է, Աստված կենդանիները ստեղծեց, բնությունը ստեղծեց եւ մարդուն դվեց իբրև սնունդ։ Կենդանի եթե չլիներ, մենք պիտի չսնվեինք, կենդանի չլիներ, մենք գաշի պիտի չկարողանայինք ունենալ, կամ ցանկացած կարևոր երևույթներ, գատնեղենը, չգիտեմ ինչը, եւ Աստված ինքը է բոլորը մարդուն տվել։ Հիմա ես ինչու զրկվեմ Աստծո դվածից։ Եթե հարցը սահմանափակվում է միայն սա կամ նա ուդել եւ չուդելու մեջ։ Էսա հիմնականը, որ մարդը իր առօրյա կյանքով է, որ պիտի փորձի հաղթել այն հաղթահարել են բոլոր ցանկությունները, եթե զգում է, որ նույնիսկ Բաքի շրջանին այս սնունդը վնաս է իրեն, դրանից պիտի հրաժարվի։ Բժիշկը Աստծո մարդ լինելով հանդերձ, նաև հիվանդը իր օգնականն է։ Հիվանդը պետք է բժիշկին օգնի, թե ինչպես ինքը պիտի առողջանա։ Եթե խոսում ենք հաղթանակի մասին, ստացվում է պահքը ոչ թե սահմանափակում է, այլ ազատություն մեզ համար։ Բնականորեն ազատությունը եւ ոչ թե գաշկանթում, որովհետեւ մենք երկու բաղադրիչներ կան, որոնք մարդը դարձնում են պատասխանատու եւ բարոյական գերբար։ Գիտակցություն եւ ազատություն։ Մեր բոլոր արարքները, որ մենք կատարում ենք գիտակցաբար բանականությամբ եւ ազատությամբ, դրանք լավ գամբատ, դրանք բարոյական արժեք են ներկայացնում։ Էթիկայի նորմերով բարոյական արժեք են ներկայացնում։ Բանականության չափ նաև համազոր եւ կարևոր երևույթ է ազատությունը։ Եթե ես հնազանդվում եմ այս մարդուն, չի նշանակում ես ստրուկ եմ։ Մեծ տարբերություն կա հնազանդության եւ ստրկության միջեւ։ Ստրկությունը ազատությունից զրկված քայլ է։
հնազանդությունը ազատությամբ քեղեցկացած ժեստ է կամ երևույթ է կամ ներքին էության մասն է։ Այդ Բաքի շրջանն էլ բնականորեն ովև մեկը չի բարդատրում։ Բողոս Սարակյալը ինքը ասում բահողները չմեղաթրեն չբահողներին, չբահողներն էլ չմեղաթրեն բահողներին։ Քրիստոնեական վարդապետության ամենամեծ աստվածապաններից Բողոս Սարակյալն ասում. թողեք մարդկանց ազատությունը հարգվի, ինչ ուզում են, դա թող անեն։ Պարոն Գաբուջյան, երբեմն մարդիկ այսպես պնդում են անում, որ առանց պահքի, առանց այդ գերակուրներից հրաժարվելու իրենք կարող են այդ ճանապարհով գնալ ու երբ պատրաստում է այս հարցազրույցին մի հատված կարդացի, ուզում եմ հիմա ընթերցել, նշվում էր, որ լույսի բացակայության պատճառով մարդն ահոտ կերպով կարող է տեսնել այն, ինչ շրջապատում է իրեն։ Եվ պահեցողության շրջանում, երբ մարդն Աստծո առջև բացում է իր հոգու դուռը, Աստվածային լույսի ներքո հնարավոր է դառնում տեսնել բոլոր այն մեղքերը, որ խավարի պատճառով տեսանելի չէին։ Այսինքն լույսն է մարդուն գիտակցել տալիս իր անկատարությունը։ Շատ քեղեցիկ մեջբերում է եւ համամիտ եմ եւ տեսեք աշխարհի ստեղծագործության ժամանակ առաջինը Աստված լույսն է ստեղծում, որ մենք այդ լույսի մեջ տեսնենք, թե Աստված ինչ է կատարում առանց լույսի գոյության մենք ոչ մի բան չենք կարող տեսնել։ Քրագանացված եւ խորհողական, այսպես մտածելակերպի արտահայտություն է, որ Բաքի շրջանը լուսավոր ժամանակի մեջ է տեսնում, որ խավար օրերից հետո մենք Բաքի շրջանի իբրև լուսավոր ժամանակահատված տեսնենք, թե ինչ կա մեր կյանքի մեջ սխալ երևույթ, սխալ կետեր, որ այդ լույսով կարողանանք տեսնել սխալները եւ սրբակրել այդ բոլորը։ Իսկ ինչ անենք, որ պահքի ընթացքում այդ ձեռբերված լույսը պահքի ավարտից հետո չկորցնենք։ Մեզ հետ։ Աղոթենք, որ այդ լույսը հավերժ մնա։ Իսկապես աղոթենք, որտեղ աղոթքը միայն բարեր կամ նախատասություններ չեն, հավատքի արդապերում է աղոթքը։ Եթե մի բան մեր Տեր Հիսուս Քրիստոսն է ասում, աղոթքով խնդրեք, ամեն ինչ կդրվի ձեզ։ Այս գիտակցությամբ է, որ եթե աղոթենք, այդ լույսը չի կորչի եւ մենք կարիք ունենք այդ լույսին, որովհետեւ ճշմարտություն, իրականություն ճիշտ գտնենք եւ մարդկային մեր փոխհարաբերությունները լուսավոր դառնան։ Այդ դեպքում պահքը կարող է նպաստել, որ վերականգնվեն մեր հարաբերությունները մեր շրջապատի հետ, այսինքն ազգային համերաշխության կարող։ Իհարկե, ես գոմնագից եմ քեղեցիկ այս հարցադրմանը, ինչպես ամեն դոն ժողովրդի համախմբվածության առիթ է, այնպես ինչպես դերունական աղոթքը մեր բոլոր տարագարձություններով հանդերձ բոլոր դարագարձություններով անտերց նույն հայրմերն ենք ասում եւ այդ աղոթքի շուրջ մենք դառնում ենք մեկ իբրև մեկ ժողովուրդ քոնե մի բա ինչքանի րոպե է դեպում հայրմերը ցանկացած մարդ որոշ ժամանակահատված կարող է տնի քոնե այդ բահվա մեջ ժողովուրդը ազգը դառնում է մեկ այնպես ինչ տեսեք հայրենիքը սիրելու, չսիրելու հարցը, հայերեն խոսելու, չխոսելու հարցը կարող են քաղաքական դարագարձություններ, քաղաքապարախոսական տարբերություններ կարող են մեզ բաժանել միմյանցից, բայց երևույթներ, իրողություններ եւ ճշմարտություններ կան, որոնք համախմբում են մեզ, ինչպես ասեցի, դերունական աղոթք։ Այդպես նաեւ բոլոր դոները Բոլոր դոների մեջ մենք մեկ ենք, նույնն ենք անում։ Այդպես նաև Բաքի շրջանը մեզ համախմբող ժամանակահատված է։ Բայց ասեմ, եթե ինքներս մեզ չճանաչեցինք, վերաթարց չունեցանք մեր էությունը, որ մեր նմանին եւ Աստծուն հանդիպենք, անիմաստ ժամանակաշրջան է։ Սևական ժամանակահատված որ ոչ մի օգուտ չի կարող տալ մեզ։ Պարոն Գաբուջյան, այդ դեպքում մարդիկ ինչու են հաճախ խուսափում պահել, մենք վախենում ենք, որ մեզ ներսից կճանաչենք, թե պարզապես չենք ուզում մեզ նեղություն տալ։ Չգիտեմ, դարբեր պատճառներ կարող են լինել։ Ես չգիտեմ, թե մարդիկ
ինչու են խուսափում, թե չեն բահում։ Հիմա դարբերություններ կան։ Ես խուսափելու հարց չեմ դնում։ Ոմանք կարող է տարբեր պատճառներ լինեն, ոմանք չեն հավատում Բաքի ժամանակահատվածի, ինչը միամիտ նաև մոտեցում է։ Ինչպես նաև քննական ժամանակահատված, որ ուսանողի առաջ գալիս է, սահմանում են ինչ վերակաղի ժամանակահատված, որ լրջորեն պատրաստվի այդ հարցին։ Բաքի շրջանն էլ այդ նախապատրաստվելու եւ լրջորեն պատրաստվածության ժամանակահատվածն է։ Ինչու մարդիկ չեն թիմում բայցողության, խուսափել չեմ ասում, բայց կարող է չցանկանալու կամ ցանկություն չունենալու ավելի հարց է։ Պատճառներ ես չգիտեմ, ես ուրիշի փոխարեն չեմ կարող խոսել։ Անշուշտ կարելի է վերլուծել եւ մտածել, թե ինչու չեն ուզում, չհավատալն է, այդ երևույթի հանդեպ մագերեսային վերաբերմունք ունենալն է։ Եվ վերջապես ինչու պետք է քրիստոնյան Սուրբ Հարության տոնին պատրաստվի։ Ինչու պետք է պատրաստված լինենք այդ տոնը։ Ես մեր զրույցի ընթացքում ասեցի Քրիստոսի հարությունը քրիստոնեական եկեղեցու քրիստոնյա ժողովուրդների հավատալիքների հիմնաքարն է։ Ամենամեծ տոնը եւ տեսեք եկեղեցվո օրացույցը եւ դոները բդդվում են Քրիստոսի հարության շուրջ։ Այսինքն դարին վերցվում է թե երբ է լինելու զադիգը, դրանից առաջ եւ դրանից հետո են սահմանվում բոլոր օրերը։ Այսինքն կենտրոնական երևույթ է Քրիստոսի հարության ժամանակահատվածը։ Ես ծնունդով արտասահմանից եմ, մերձավոր արևելք Լիբանանում։ Իմ մանկության տարիներին, բադանության տարիներին ավակ շաբաթ եւ զադիկ համաժողովրդական ցևով էր նշվում։ Այսինքն մենք զգում էինք նույնիսկ որոշ ուտեստներ թխելուց, այդ գարգանթակները թխելուց եւ այլն, ամբողջ հայկական թաղամասեր լցվում էին այդ բույրով եւ զգում էր զադիկ է գալիս։ Ավելի շքեղ էր նշվում զադիկը, քան նոր դարին։ Ինչը ես Հայաստանի համար չեմ ասում։ Հայաստանի մեջ նոր դարին շատ ավելի շքեղ է նշվում, շատ, քան նույնիսկ ծնունդը, նույնիսկ զադիգը, բայց դրսում զադիգը իսկապես դոն էր, ազգային եկեղեցական դոն։ Դրա համար է, որ այդ մեծ տոնին նախապատրաստվելու համար, ինչպես մեծ մարդոց հետ հանդիպելու համար նախապատրաստվում ես ամենալուրջ կերպով, թե ինչ պիտի խոսես, ինչպիսի դիրքորոշում պիտի ունենաս, ինչ որոշումներ պիտի կայացնես, երկար ժամանակ մտածում ես այդ մասին, ինքնամաքրման, ինքնապատրաստություն ինձ համար նաև ինքնամաքրման ժամանակահատված է։ Հետևաբար այսպիսի դոն լինելով զադիգը մենք շատ լրջորեն պատրաստվելու կարիք ունենք, որտեղ մենք այնտեղ հանդիպում ենք հարուցյալ Քրիստոսին եւ շատ հարուցյալ մարդկանց, որոնք Քրիստոսով հարություն առած են։ Նրանց հետ նաև հանդիպելու։ Եվ այդ հարության կյանքը մեր իրական ապրված կյանքի մեջ դեղատրելու ժամանակահատվածն է, որ Աստված մեզ հետ է, ոչ թե ինձ հետ միայն, մեզ հետ է։ Մեզ հետ լինել նշանակում է երկուսով, երեքով կամ իբրև հասարակություն միացած միանանք Քրիստոսին։ Հույս ունեմ կգա այդ օրը, որ Հայաստանում եւս նման կերպ կնշենք Սուրբ Հարության տոնը։ Ես միշտ աղոթող եմ։ Շատ շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։